Պարոն Կարապետյան, վաղը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալու համենայն դեպս վերջին տարին աննախադեպ երևույթ, վեհափառ հայրապետը եւ եւս 6 սրբազաններ դատարանի առջև են կանգնելու, հիշենք, որ ձեր քրեական գործը վերաբերում է նաեւ եկեղեցին մեր ձևով պաշտպանելու հայտարարությունից հետո սկսվեց այն, նախ վեհափառ հայրապետի քրեական գործի մասին ձեր գնահատականը եւ այդ ձևով պաշտպանելը ի վերջո ոնց է դրսեւորվելու։ Ես համարում եմ դա ամբողջայության խայտարակություն է, որ շարունակում են այս իշխանությունները, ինձ թվում էր իրենք ուշքի կգան, բայց դեռ շարունակում են, կտեսենք։ Պարոն Կարապետյան, ձեր նախորդին արված այստեղ արտահայտությունը հա մեջբերեմ Գյորմամիշ 3 ազգային ժողովում մի միջադեպի պատճառ դարձավ, երբ Նարեկ Կարապետյանը եւ Տարոն Չախոյանը այդ արտահայտության համար վիճեցին, ըստ էության դուք ինչ եք պատրաստվում անել, ձեր խոսույթը վերանայել կամ արդյոք ում մեղքի բաժիններ այդ միջադեպը, եթե հետեւել եք ազգային ժողովի, չնայած չեք կարող եք հետեւել եք Իրենք ազգային ժողովում վերջացրել են այդ հարցը, դուք բոլորը տեսաք ում մեղավորություններ, դրա համար ես չեմ ուզում։ Իսկ ձեր խոսույթի մասով չեք զղջում։ Այսինքն որ խոսույթի մասով, եթե դուք հարց եք տալիս ձեր բիզնեսները խլելու, իմ բիզնեսները խլելու մասին, ես ավելի հետաքրքիր խոսույթ ունեմ։ Պարոն Կարապետյան, բիզնեսները խլելու մասին այսօր կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, որ հեծը դառնալու է պետական քաղաքականություն, հանձնվի հավատարմագրային կառավարման։ Դուք գիտեք ում է հանձնվելու կամ որ ընկերությանը եւ ինչ կասեք այս մասին։ Դե իրենք դեռ պետք է կարողանան խլել, որ հանձնեն։ Դրա համար գոյություն ունեն դատարաններ, Հայաստանի դատարաններ, միջազգային դատարաններ։ Մենք հիմա պայքարում ենք իրենց ապօրինությունների դեմ։ Ինչ բան Կարապետյան պայքարը։ Ինչ միտում է այդ պայքարը։ Որտեղ Հայաստանում, թե եվրոպական։ Եվրոպական դատարաններում քայլ-քայլ գնում ենք առաջ։ Պարոն Կարապետյան, ռուսական Ունենք արբիտրաժի որոշում, որը արգելում է իրենց ցանկացած գործողություններ այդ ակտիվի նկատմամբ, կտեսենք։ Պարոն Կարապետյան, ռուսական կողմի տվյալներով 2026-ին շուրջ 2/3-ով ապրանքաշրջանառությունը նվազել է։ 2026-ին դա շուրջ $8 միլիարդ է։ Այս թվանիշը դուք ինչպես եք գնահատում եւ ինչ ռիսկ եք տեսնում։ Դրանից մեկ տարի առաջ, ինչքան հիշում եմ, $11 միլիարդ էր։ Ես դա համարում եմ այս անկարող կառավարության հաջողությունները, որ անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին։ Պարոն Կարապետյան, նաև իշխանությունը հայտարարեց, որ որոշ գերատեսչություններ, օրինակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանելու են աշխատանքի եւ բարեկեցության նախարարություն։ Նախ ինչպես եք այդ փոփոխությունը գնահատում եւ արդյոք դա կարող է բերել առաջարկվող ծրագրերի փոփոխության, վճարների փոփոխության, թե զուտ տերմինաբանական փոփոխություն եք համարում։ Իրենց օրոք դա հստակ տերմինաբանական փոփոխություն կլինի, բայց բարեկեցություն բառը ինձ ավելի դուր է գալիս։ Կրկին անդրադառնալով եկեղեցու թեմային, մեկ տարի առաջ հայտարարում եք, որ եթե քաղաքական ուժերը չկարողանան պաշտպանել եկեղեցին, ապա դուք ձեր ձևով կմիջամտեք այդ ամենին, հիմա արդեն որպես քաղաքական ուժ, ոնց եք պաշտպանելու եկեղեցին։ Եվ մի հարց, վաղը ձեր ուժը ներկա լինելու է Էջմիածնում դատարանում։ Անպայման ներկա լինելու են, դրանով էլ ցույց ենք տալու մեր պաշտպանությունը։ Պարոն Կարապետյան, դուք վարչապետ չդարձաք, բայց օրակարգում է ձեր քաղաքացիություններից հրաժարվելու հարցը։ Իհարկե։ Ինչ փուլում է։ Անընդհատ հարցնում ենք, չեք պատասխանում ուղղակի։ Այն փուլում է, երբ ինձ հնարավորություն լինի ազատվել տնային կալանքից, դրանից հետո նոր այդ հարցը կտակ։ Պարոն Կարապետյան, ազգային ժողովում բարձր անդոնից նաև հնչեց, որ հեծը հավելագրումներ է արել հատկապես մանկապարտեզների եւ բանակի նկատմամբ, ձեզ մեղադրելով, որ զինվորի եւ երեխաների հացն եք ուզում կտրել, այդ հայտարարության ինչպես եք մեկնաբանում։ Իրենք ստիպված հայտարարությունները, որը իրենց քաղաքական ղեկավարը անում է, իրենք ստիպված դա կրկնում են, բայց դրա դիմաց չունեն ոչ մի ապացույց, արդեն 1 տարի 2 ամիս կառավարում են, չկա ոչ մի ապացույց, բայց հեծը գործող մարմին է,
հեծում մոտավորապես 3000 մարդ հնարավորություն ունի այդպիսի ապօրինություններ անելու։ Դրա համար հիմա Փաշինյանը մսխել է 8.5 միլիարդ դոլար։ Ինչ, մենք կանգնենք ասենք, որ 8.5 միլիարդ դոլարը կերել է ինքը, չնայած միգուցե ինչ-որ մասից օգտվել է, բայց այդպիսի հայտարարությունները դա անպատասխանատու հայտարարություններ են, առավել ևս, երբ իրենց կառավարած դատարանը արդեն հերկել է այդ ամեն ինչը։